Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ կառուցվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնարկեքի արարողությանը ներկա է եղել վարչապետ Փաշինյանը։ 18,000 քառակուսի մետր ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր, կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, նաև ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, բիզնես տարածքներ։ Ծրագրի արժեքը 42,5 միլիոն եվրո է, որի 12,5 միլիոն եվրոն Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված ԵՄ հանուն նորարարության ծրագրով տրամադրված դրամաշնորհն է։ Համալիրի կառուցումը կնպաստի Հայաստանի որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը, կստեղծվեն ներդրումային և բիզնես գործակցության նոր հնարավորություններ, կապահովի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին, անդրադարձել ժողովրդի և ապագայի միջև առկա տարածությանը։ Վերջին 6 տարվա ընթացքում մենք շատ ենք մտածել ապագայի մասին, նաև այդ ապագա բառն ենք տարբեր ձևերով տեղադրել իրականության մեջ եւ հասկացել ենք, որ մենք մի հատ մեծ խնդիր ունենք մեր իրականության մեջ, այդ մեր եւ ապագայի միջև առկա տարածությունն է, որը սովորաբար երբեք էլ չի հաղթահարվում։ Այսինքն գոնե մեր պատմական փորձը մեզ բերում է այն եզրակացության, մեր ժողովրդի պատմական փորձը, որ մեր եւ ապագայի միջև այդ տարածությունը այդպես էլ երբեք հնարավոր չի լինում հաղթահարել։ Դրա համար, երբ որ մենք տարբեր ձևերով մոդելավորում ենք մեր կառույցը եւ մեր ճարտարապետությունը, մենք հասկացանք, որ ուրիշ բան է պետք անել ապագայի եւ մեր այսօրվա միջև այդ տարածությունը հաղթահարելու համար, ապագան պետքա բերել տեղադրել այսօրվա մեջ, որովհետեւ եթե ապագան այսօրվա մեջ չի, ինքը գործնականում գոյություն չունի եւ ըստ էության ինչ եմ այսօրվա առիթով ասում, որովհետեւ այսօր դուք ներկայացրիք այն ապագան, որի մասին խորհում էիք 6 տարիների ընթացքում եւ այս նախագծի համար այսօր այդ ապագան է եւ սա շատ կարևոր արձանագրում է, ես ընդհանրապես մեր մտածողության մեջ այդ է փոխվում ամենաշատը, որ ապագան ինչ որ հեռու միտեղ չի, ապագան այսօր է, որովհետև այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա։ Երկրորդն էլ, որը գուցե հենց տենց չհնչեց, այդ մեր իրականության մեջ էլ շատ խոսվում է երազանքի մասին, ու երազանքը թերևս ամենաշատ գործածվող բառերից մեկն է, եւ իմ եզրակացությունն այն է, որ երազանքը, որի տակ աշխատանքային պլան չկա դրված, ինքը ընդհանրապես անիմաստ եւ անտեղի արտահայտություն է եւ բառակապակցություն է եւ ես սրա մեջ տեսնում եմ հենց նաեւ այդ ձեր գործողությունները, որ ցույց եք տալիս, երազանքի հետ հարաբերվելու այն ձևն ու բանաձևն է, որը ես կարևոր եմ համարում, որ մենք որդեգրենք, արձանագրենք եւ ունենանք։ Փաշինյանն արձանագրել է Հայաստանում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, որոնք կարող են եւ ուզում են ընթանալ կրթության ճանապարհով։ Լավ կյանքը հասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհ որպես չի որդեգրում կրթությունը։ Եվ հետեւաբար այն ինչ որ այսօր խոսվում է եւ ընդհանրապես կրթության ոլորտում ինչ որ մենք խոսում ենք լավ կյանքի մասին եւ լավ կյանքը հասանելի դարձնելու մասին եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք մի շատ կարեւոր նախագիծ եւ ուրախ եմ, որ այս նախագծերը, այսպիսի նախագծերը Հայաստանում այլևս եզակի չեն։ Մենք ամեն անգամ փորձում ենք այսպիսի նախագծերով ավելի ու ավելի շատ մարդու համար հնարավորություն ստեղծել, ճանապարհ բացել դեպի լավ կյանք։ Ամփոփելով վարչապետն ընդգծել է, նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։